Մեր անցյալի եսի ու ապագայի հնարավոր եսի մեջ կա կամուրջ, ու դա անորոշությունն է։ Փոփոխությունն այնպիսի զգացողություն է, որ կարծես ներսից կազմաքանդվես։ Ու այդ անցումային վիճակը, երբ չգիտես թե այլևս ով ես, մեզնից շատերն ընկալում են որպես պայքարում պարտության նշան։ Բայց դա այդպես չի։ Երբ թիթեռը թրթուր է դառնում, իր հին մարմինը պարզապես թևեր չի աճեցնում։ Թրթուրը կազմալուծվում ու ինքնակայքայվում է, դառնում է խյուս։ Ու այդ խյուսն է այն հումքը, որից որ թիթեռը սկսում է ձևավորվել։ Անցումային այս փուլը իրոք շատ ցավոտ է ու անորոշություններով լի։ Մենք դիմադրում ենք այդ ինքնակայքայման փուլին, որովհետև ընկալում ենք իրան որպես պարտություն, կառչելով այն ինքնությունից, որն այլևս չի համապատասխանում մեր նոր իրականությանը։ Ուստի երբ սկսում ենք նոր ինքնություն ձևավորել, ուղեղն այս քայքայման process-ն ընկալում է որպես խափանում ու մատնում մեզ խուճապի։ Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ օր առաջ ազատվենք այդ խուճապի ու անորոշության զգացողություններից։ Սովորաբար սկսում ենք հիշել անցյալը, երբ թե լավը, թե վատը ավելի հստակ էր։ Բայց վերադառնալով հին ինքնությանը չես կարող կերտել նորը։ Ապա ժամանակ տուր ինքդ քեզ փոխակերպվելու ու անորոշության մեջ կողմնորոշվելու։ Եվ երբ ժամանակը գա ու թիթեռը պատրաստ լինի թռչելու, կճեղքի բոժոժը ու կսկսի թռչել։